Հայաստանի քաղաքացիները 2026 թվականին ընտրություն կկատարեն գործող իշխանությունների եւ նոր տեսլական ներկայացնող ուժերի միջև։ Հայաստանում 2025-ին արձանագրվել է գնաճի կայուն տեմպ 3,1-ից 3,9% միջակայքում, ինչը մոտ է կենտրոնական բանկի թիրախային միջանցքի վերին սահմանին։ Գնաճ է ձևավորվել սննդամթերքի, տրանսպորտի եւ ծառայությունների ոլորտներում, ինչն անմիջական ազդեցություն է թողնում տնային տնտեսությունների բյուջեների վրա։ Միևնույն ժամանակ տնտեսության աճը գնահատվում է չափավոր։ Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանի հնան կարող է աճել շուրջ 5,5%-ով։ Արձանագրված դինամիկան դեռևս չի հանգեցնում կյանքի որակի շոշափելի բարձրացման։ Armenia Today նկարահանող խումբը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում, պարզելու այն առաջնահերթությունները, որոնց շուրջ պետք է կենտրոնանան իշխանությունները։ Նրանք նաև իրենց կարծիքն են հայտնել այն հիմնական խնդիրների վերաբերյալ, որոնց լուծումն անհրաժեշտ է մարդկանց կյանքի որակը բարելավելու համար։ Ֆինանսական եւ ճգնաժամը ամեն ինչի էլ մի խոսքով Մարդկանց կյանքը բարելավելու, այո, որ լավ ապրեն ժողովուրդ, աշխատանքը լավ լինի, աշխատավարձները բարձր լինի, որ կարողանան ոնց ասեմ իրենց գոյությունը պաշտպանեն։ Դժվարանում եմ ասել, քանի որ շատ կան հարցեր։ Ամենաառաջնայինն է, Առաջինը խաղաղության հարցը, որ երկիրը հանգիստ լինի։ Իսկ քաղաքացիների կյանքը բարելավելու համար։ Եթե լինի հանգիստ նորմալ կյանքը ինքն իրան կբարելավի, բայց որ թե դա կախված է մեր պետության քաղաքականությունից չեմ կարծում։ Ինչ կլինի չգիտեմ, բայց ցույց է տալիս կյանքը, որ եթե պայմանները նորմալ են, կամաց կյանքը լավանում է։ Ոյ, դե իհարկե թանկացման, ասենք, տրանսպորտից սկսած ամեն ինչով վերջացրած արդիական խնդիրները, որ ճիշտ է, քաղաքը գեղեցկացնում են, ամեն ինչ անում են, բայց ասենք այդ գների հետ համեմատած որ ոչ մի բան աչքիդ չի երևում, ուզում ես, ես ինքս օրինակ արվեստագետ եմ, շատ կուզեմ ավելի շատ ինչ-որ գեղեցիկի մասին մտածեմ, քան կենցաղի, բայց ոչ մի կերպ չի ստացվում էլի։ Առաջնահերթ մաքրությունը, աղբահանությունը քաղաքի։ Էլի կան խնդիրներ, որոնք Բոլորը խնդիր է էլի։ Բանակի հզորացումը։ Միայն։ կան էլի խնդիրներ։ Դե արդեն հույսով ենք, որ այս մեծահասակների առողջապահության վրա արդեն բավական աշխատում են, տեսնենք երկրորդը ուժը։ Ամենառաջին հերթին Նիկոլին հեռացնել։ Ուրիշ ոչինչ չունեմ ասելու։ Չնայած այս ժողովրդին Նիկոլը շատ սազում է։ Եթե ժողովուրդը Նիկոլ չներ, Նիկոլն է նստած չէր լինի։ Այդքան բան կասեմ աղջիկ ջան։ Ես կոնկրետ ոչ մի խնդրեմ չունեմ։ Այս իշխանությունները ես համենայն դեպս իմ անձնական կյանքով փորձի հետ հայեմատելով էլի նախորդի հետ, նախորդ բոլոր մեր կառավարությունների հայեմատ, այս ամենա ոչ թալանչի, ամենաազնիվ նորմալ կառավարությունն է։ Ես դառնում իմ կարծիքն է, ես համոզված եմ։ Իշխանությունները չէ, բայց իշխանությունը պետք է հանել։ Եղավ, թե չեղավ։ Մինչև հիմա մարդկանց թոշակները հələ չի տվել։ Ինչ իշխանություն։ Քարուքանդարես դրեց, դա իշխանություն, հա։ Բանդիկներ են, բանդիկներ։ Խաղաղություն։ Էլի խաղաղություն եւ նորից խաղաղություն։ կան այլ խնդիրներ նաև որպես։ Ինձ համար չէ։ Ինձ համար հետա որ երեխեքը երիկա կոտորվեն։ Մարդկանց կյանքը բարելավեն, էժանություն լինի, մարդիկ բոլորն էլ ապրել են ուզում։ Այնպես չի որ բոլորն էլ ամեն ինչից ուզում են օգտվել, բայց պետք է բարվոք վիճակ լինի։ Մարդկանց թոշակները բարձրացնելով ամեն ինչը գներն էլ ամեն ինչն էլ հետն է բարձրանում։ Ոչ մի փոփոխություն չկա։ Շատ գիտեմ։ Իրանք գիտեմ։ Թոշակառուների, անօթևան ընտանիքների, երեխաների, որ էդի լուծվեն մնացածը լուծվող հարցերը։ Իշխանությունները պետք է գան եւ առաջին հերթին մտածեն ժողովրդի մասին։ Եթե չմտածեցին ոչ մի հարց չի լուծվի։ Ոնց սկսել են այդպես էլ բայց ժողովուրդը պետք է բռունց դառնա արդեն, որտեղ արդեն հավատի դեմ են դուրս եկել։ Դա
ոչ մի սահմանների մեջ չի մտնում։ Հնարավոր չէ։ Երևի աշխարհում նման երկիր չկա, որ սեփական ժողովրդին հալած է, դեռ հավատը հալած է։ Այնքան խնդիրներ կա, չգիտեմ ինչ ասեմ։ Ժողովրդի մասին է պետք մտածել, ինչ խնդիր, ուրիշ խնդիր չկա։ Իշխանությունը ոչ մի բան չի կարող անի, բացի մի բանից, որ ժողովրդի խնդիրները լուծի։ Սողասատ կմա ժողովուրդը, փող չունեն մարդիկ, տոշակառուները բարձ են գտնում ասել, տոշակառուները ինչ վիճակի է։ Всё, իրանց տակն են լցում, ուրիշ խնդիր չկա։ Իսկ թվում է շատ կա, էլի կատարվել են որոշակի գործեր, ասֆալտապատումը նկատի ունեմ, փողոցների այդ շինարարությունները, քաղաքի, բայց թոշակները բարձրացնեն։ Գոնե մի քիչ, ոչ թե տոկոսային առևտուրը առաջին հերթին թոշակառների մասին, առողջապահական ապահովությունները բոլորի վրա տարածվեն, ուսուցիչների աշխատավարձը ոչ թե վիրավորական կամ ավարատեստացիա, որի շնորհիվ մարդկանց մեր կոպեկ ավելացում են եւ ապացուցում են, որ ավելորդ եք ավարտել ձեր համալսարանները։ Պետք է որևէ թեզ գրեք, որ մենք իմանանք դուք ճիշտ եք աշխատել։ Իսկ հիմա դա ես ինքս անցել եմ, բայց ամեն դեպքում դա տեստացիան վիրավորական է, որը նյութական ընդամենը նյութական արժեք ունի։ Աշխատավարձը դա Ապահովեն խաղաղություն։ Իսկ քաղաքացիների կյանքը բարելավելու համար Իհարկե, դրա վրա ամենօրյա աշխատանք է։ Շատ խնդիրներ կա, ես չգիտեմ, որը առաջնահերթ նախ թոշակները պետք է առաջնահերթ բարձրացնեն, թոշակառուներին կարևոր է եւ քաղաքի մաքրության համար կուզեի որ լիներ։ Խաղաղության հարցը կարգավորել, ուրիշ ոչ մի բան պետք չի։ իսկ քաղաքացիների կյանքը բարելավելու համար Եթե խաղաղություն լինի, ամեն ինչ կլինի։ Խաղաղությունից է կախված ամեն ինչը։ Բնակչության առողջության խնդիրները 65 պլյուսները պետք է անպայման օգտագործվեն բնակչության կողմից։ Մեկը ես հենց հիմա գնում եմ այդ հարցով զբաղվելու։ Մեկը ես։ էլ որ խնդիրներ են առաջանում։ Էլ որ խնդիրները տրանսպորտի, այս խցանումների, կարող եմ ասել կրթության, դպրոցների շատ խնդիրներ ունենք, որոնք մինչև օրս անլուծելի են մնացել եւ սպասում են լուծման։